Հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարարին։ Պարոն նախարար, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերից հետո սկզբում հարյուրներով, հետո հազարներով, հիմա գուցե մի քանի հազար արդեն կամավորականներ ունենք առաջնագծում, դրանց մի մասը պայստազորում հաշվառված սպաներ են, շարքայիններ են եւ այլը, մի մասը պատերազմի մասնակիցներ են, մյուսները այդ անձանց հավասարեցված անձիկ են, կան նաեւ կամավոր երկրապահի կարգավիճակ ունեցողներ, այդ թվում նաեւ կան ընդհանրապես չծառայած մարդիկ, նաեւ խուսափած զորակոչից մարդիկ, որոնք այսօր կամավոր մեկնել են, եւ այսօր փաստացի նրանք մարտական հերթապահություն են կրում։ Եթե իմ տեղեկատվությունը ճիշտ է, ստացել են մարտական զենք, այդ թվում ոչ միայն հրաձգային, եւ ներգրաված են մարտական հերթապահության մեջ, եթե ոչ առաջին գծում, առաջի բանում, գոնե երկրորդ, երրորդ, այսպես ասած, խրամատում։ Հիմա ինձ հետաքրքրում է, ոչ ոք չի կարող ասել, թե ժամանակը ինչքան է տևելու, այս խնդիրը ինչքան է երկարելու, կախված է ոչ թե մեզանից, այլ հակառակորդից, եւ այս մարդկանց կարգավիճակը այսօր, նրանք զինծառայողներ չեն, արժեհավաքների մեջ չեն, զորահավաքել չեն կարել, բայց ձեռքերը տվել ենք մարտական զենք, տարել ենք դիրքեր, շփվում են զինծառայողների հետ, քաղաքացիական բնակչության հետ, իրար հետ։ Հիմա ինձ հետաքրքրում է, արդյոք չեք կարծում, որ ժամանակն է, որ մենք պաշտպանության մասին օրենքում, զինվորական ծառայության անցնելու կարգի մասին օրենքում, զինծառայողների նրանց սոցիալական, նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին օրենքում, վերենք այս խնդիրը կարգավորենք, որտեղ վաղը մարտական հերթապահության կանոնների խախտումներ կլինի, Աստված չանի վատ դեպքեր են հնարավոր լինեն, զենքը թողելու են, դիրքը լքեն գան, ինչ պետք է անենք, զենքով գան, ինչ պետք է անենք, որևէ լծակ չունենք այսօրվա վիճակում։ Ես ուզում էի ձեր կարծիքը այս կապակցությամբ։ Արսենք պատասխանի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար պարոն Սերան Օհանյանը։ Համեցեք, պարոն նախարար։ Ազգային ժողովի հարգարժան փոխնախագահներ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, պատգամավորներ, հարգարժան պարոն Ջանգիրյան, շնորհակալություն հարցի համար։ Իրականության մեջ սա այնպիսի խնդիր է, որը որ մեր բոլորի ուշադրության կենտրոնում է, եւ կարծում եմ, որ ապրիլյան այս քարոզիա պարտական գործողությունների ժամանակ, որը սանձազերծվել էր Ադրբեջանի Հանրապետության կողմից, մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը ամբողջ երկրագնդի, հատկապես մայր հայրենիքի արձագանքեց եւ կամովի մեկնեցին Արցախի պաշտպանությանը մասնակցություն ցուցաբերելու համար։ Եվ մենք բոլորս եւ բանակի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը դա շատ բարձր է գնահատում, որովհետեւ կարծում եմ, որ այդ գործունեությունը բերեց այսօրվա բանակի հրամանատարի, նրա զինվորների մարտական պատրաստության, վարպետության համապատասխան մակարդակի համադրման, մեր կամավորների մարտական ծառայության անցման փորձի եւ այդ փորձի շրջանակներում մենք կարողացանք ունենալ հաջողություններ Արցախյան ռազմաճակատի հատվածում։ Մենք բոլորի նկատմամբ շատ ուշադիր ենք, նրանք այսօր ապահովված են բոլոր խնդիրներով, բայց այն հարցը, որ ձեր հարցի ուրեմն բովանդակության մեջ էր, ասեմ հետևյալը. ստեղծված է աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը սոցիալական ոլորտի բազմաթիվ հարցեր քննարկելու համար են, եւ բացի դրանից Պաշտպանության նախարարությունում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի եւ նախարարության աշխատակիցների հետ մենք անց ենք կացրել խորհրդակցություն եւ բոլոր այդ հարցադրումները բարձրացվել են եւ նաեւ դրանց ուղղությամբ մենք համապատասխան աշխատանք իրականացնելու ենք։ Այն կամավորները, որոնք որ մարտական գործողությունների ժամանակ ուրեմն զոհվել են կամ վիրավորվել են, նրանք օգտվում են այսօր գոյություն ունեցող զինծառայողների սոցիալական պաշտպանության բոլոր ուրեմն օրինական արտոնություններից եւ նաեւ համապատասխան որոշում է ընդունվել
Իսկ ինչ մնում է ծառայության հետագա կազմակերպման համար, ապա ծառայությունը եւ աջակցությունը բանակին կամավոր իրավունքի շրջանակներում է եւ կամավոր են իրենք այնտեղ ընդգրկված եւ ցանկության դեպքում կարող են հետ վերադառնալ։ Այս պարագայում մենք բանակի ղեկավարությունը պաշտպանության բանակի հետ ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուրեմն համագործակցության փոխադարձ օգնության շրջանակներում համապատասխան քայլեր ենք ձեռնարկում իրավիճակին համարժեք որոշումներ ընդունելու համար։ Երրորդ խոսափող Գագիկ Ջհանգիրյան։ Պարոն Օհանյան, իհարկե գիտեմ կամավորներ են, դրա համար էլ ասացի ոչ վարժահավաքով ենք տարել, ոչ էլ զորավակով։ Իմ խնդիրը, իմ հարցի էությունը հետևյալն է։ Նրանք այսօր զինծառայողի կարգավիճակ չունեն։ Կրում են մարտական զենք, ներգրաված են մարտական հերթապահության մեջ։ Պատասխանատվության չեն կարող ենթարկվել մարտական հերթապահության կանոնները խախտելու համար։ Չեն կարող, որտեղ զինծառայող չեն։ Նրանցով չի կարող զբաղվել զինվորական ոստիկանությունը, զինվորական դատախազությունը։ Եվ այս process-ը, ես չգիտեմ, Աստված տա վաղը ավարտվի, բայց չի բացառվում, որ սա երկար հետո էլի կրկնվի, էլի կարիք ունենա։ Դրա համար ստեղ նորմատիվ կարգավորման խնդիր կա։ Ես չգիտեմ, այդ սոցիալական հարցերով ինչ են զբաղվում ձեր, գուցե լավ է դանում, մշակում են, բայց այդտեղ այնքան սոցիալականը չի, ինչքան իրենց իրավական կարգավիճակի հստակեցումն է, որտեղ այդտեղ կա ոչ միայն մարտական գործողությունների մասնակից, այլ նաև բանակից կեղծիքներով փախած անձ, որը այսօր կամավորական գնացել է։ Այսինքն մենք իրեն ինչ-որ կարգավիճակ դիտանք օրենքով, ենթադրում են պաշտպանության մասին օրենքով կամ զինվորական ծառայության կարգի անցնելու մասին օրենքով, որ այս ընթացքում, երբ որ նա կամավոր կգա եւ կմասնակցի Արցախի կամ Հայաստանի պաշտպանությանը, նա օգտվի զինծառայողի իրավունքներից եւ պարտականություններից։ Իմ առաջարկությունը սա է, հակառակ դեպքում նա սովորական սուբյեկտ է, զինվորական հանցագործությունների սուբյեկտ չի, զինվորական ոչ մի նորմատիվ հրաման ու հրանք չի կարող տարածվել պաշտպանության նախարարի կամ այդ պաշտպանական շրջանի հրամանատարներ չի կարող նրանց հրաման տալ։ Իմ հարցը սա է։ Պարոն Ջհանգիրյան, ուզում եմ, որպեսզի մենք բոլորս լավատես լինենք եւ փորձը ցույց է տվել, որ Փառք Աստծո, մարտական գործողությունների ժամանակ հանցագործությունները, տարբեր տեսակի խախտումները քիչ են լինում։ Եվ նաև ձեր ասացի համաձայն մենք համապատասխան քննարկումներ կատարել ենք։ Մենք նաև այսօր ուսումնասիրում ենք, որպեսզի ընդհանուր ռեզերվում գտնվող զորավարքային ամբողջ ռեսուրսի համար կամավորական ծառայողի հարց քննարկենք, կամավորական ստորաբաժանումների արկայության հարցեր քննարկենք։ Այսինքն այդ խնդիրներն էլ ուսումնասիրման առարկա է եւ վերջում մենք պետք է հասկանանք, որ նաև Արցախում արցախյան հատվածից մասնակի եւ հիմնական զորահավաքի ընթացքում մասնակից բոլոր ամբողջ ռեսուրսը օգտվում են զինծառայողների բոլոր իրավունքներից եւ բոլոր արտոնություններից։ Իսկ ինչը վերաբերում է այսպես հայաստանյան հատվածից կամավորականներին, ապա այդ հարցը նաև իրավական ոլորտում է այսօր քննարկում եւ գտնում են, որ կան խնդիրներ, որոնք որ լուծում են պահանջում առանձին եւ կան խնդիրներ, որոնք որ իրականության մեջ զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով խնդիրներ են եւ հրապարակային չեն։ Առանձին ես կարող եմ ձեր հետ զրուցել։ Շնորհակալություն, պարոն